Ողջույն բոլորին, սով աստեղ խունջ-մունջիկ գալիս, որտև ոտով բրդում է ինձ, որ ես իրա տեղն է, գնում եմ էքսպո վճարելու, կես զանգուլակներ շատ հավանեց էտ աղջիկը, բան եմ արել, նկար եմ ուղարկել, տնամ ոնց եմ տալի իրան, երևի էքսպոյի ժամանակ տեսնենք։ Ուրեմն, ես գնում եմ դիմում թողեմ էքսպոյի համար ու վերադառնամ, ասի մի հատ կոֆե դնեմ, համ խմեմ, սենց երկու կումանեմ, համ էլ ականջողեր տնեմ, համ էլ ձեզ հետ խոսեմ, տեսնում եք, մի անգամից քանի գործ եմ անում, բան, ես տենց եմ, լավ, լսրան, բրդում է ինձ ոտերով, Ենքան վլոգուն եմ հավաքված, ես պահի դրությամբ, 3 հատ վլոգ ունեմ, և ոնց եմ հասցնելու, ոնց եմ անելու, չգիտեմ, բան սարքեցի, կաշա սարքեցի, բանի, ավսյանկա, և հիմա, երկու կում կոֆեից անեմ, լսրա վիճակ, ոտը, Իրանք են ես տանտերը, լրիվ են, որ սենց իրանց ձեռն են վերցրել, վիճակ, ոճամոչի, ոճկինի, ուրեմն, Բետոն մի ժամ ուշա գործից դուրս գալու, երկու հոգի դուրս է եկել աշխատանքից, մեկը տեղափոխվել է, մեկը չգիտեմ ինչ պատճառներով և որոշել են, որ նոր մարդ տեսնենք, որոշել են, թե չէ, Բետոն խոսել է, որ նոր մարդ չվերցնեն, այլ իրանք աշխատեն ու ոնց որ այդ գումարը համ ծանոթ են իրար, արդեն իրար հետ երկար տարիներ աշխատել են, համ էլ այդ գումարը բաշխվի, որ նոր մարդ պետքա կանչեն, այդ գումարը բաշխվի իրանց միջև ու որոշել են, որ մի ժամ ուշ դուրս գան, տեսնենք ստացվում է, թե չէ, մեկ գիտեք, սենց ոնց որ պետք է անել զոհողություններ, ես էլ էքսպոյ եմ ու մի քանի բանել եմ որոշել ես էքսպոյի հետ, ուզում եմ գաթա թխեմ, տեսնենք ինչքան ավ հաջողվում, ընդեղ պեչենյաներ և դա էլ դնեմ վաճառքի, եթե օրինակ ասենք, ամեն ինչ լավ ընթանա, արդեն ավելի լուրջ կորոշեմ այդ թեմայով ինչ անեմ, ժողովուրդ, ես արագ խմեմ գնամ, քանի որ տեղերը սահմանափակ են 35 հոգի, հասցնեմ տանեմ դիմումս ներկայացնեմ, ժամը առավոտը 9:13, թռա, ես էլ այսօր բա եմ լուքը պոթասներ եմ հապել, պատվիրել եմ հատ սումիչկա բանից, Ալիեքսպրեսից, տեսնենք երբ է գալի, ամսի 8-ից 20 հոկտեմբերի, եսի ուշանալու է, բայց վաղուց է յուծում, տենց պատվիրեցի, վсё, գնացինք, վсё, հանձնեցի, սպասում եմ տրանսպորտի, ընդեղ այդ պատասխանատուներ ընդեղ էքսպոյի, որ գալիս է հսկում է տենց
Ասում եմ, վաղուց չեմ տեսել քեզ, ասում եմ, դե ամուսինս զբաղված էր, չէի կարում դուրս գայի։ Հա, ու բանը, ասացի, բայց դուրս եմ գալու։ Վաղուց չէր տեսել ինձ, ես էլ իրան։ Всё, գնում եմ տուն, այսօր ծառայություն ունեմ ու տեսնենք, հետո պետք է մի քանի բան գործեմ, որ ունենամ էքսպոյի վաճառելու։ Ողջույն բոլորին, ես դուրս եմ գալ այստեղ մոտիկ, Դելսոլի մոտ, այնտեղ ջրի վճարման տեղն է, բայց ոչ թե վճարելու, այլ հեսա դուրս գանք ցույց կտամ այդ հատվածը, ինչ-որ խնդիր է եղել, բացվել է ջուր թափումը, մեր ջուրը անջատած է, ու փակած է, որ ջուր չթափվի, ու առաջի անգամ եմ գնում, հուսով եմ կքթնեմ, ակնոցներ վերցնեմ, մի տեսակ համարև չի, գնանք տենամ ինչ եմ անում եմ, որ սենց պետան աշխատում է, տեքրս ես պահին աշխատում է, խոսքի, ես արտասահմանցի հարսի վրա է հույսներ, ես այստեղից թափում է ջուրը, այստեղ, ոչ չեմ սիրում ես փողոցը, մեքենաները չեն թողում անցնել, մեր մատանիները այստեղից են կառել, մեր տան անկյունը սապամանի պեսի արդեն մեր փողոցն է, ես տանն եմ, ասացին վաղը, եթե այսօր չգան, վաղը կգան, վաղը առավոտ կգան ու կսարքեն, տենց դրսի կողմից բանը, այդ հատվածը ջարդվել է, սենց նայք, սենց լրիվ ջուրը թափվում է, տենց, ժողովուրդ, ես ուզում եմ այս իմ եղունգները հանեմ, քանի որ ուզում եմ որոշ ժամանակ հանգստանա, հետո գիտեմ արգելել են, հետո մի ուրիշ բան կմտածեն, բայց հիմա ուզում եմ համ կտրեմ, համ
բան անեմ, հանեմ, ես հանեմ, ուզում էի տերեի մոտ գնալ, բայց ասացի ավելի լավ է ես ինքս անեմ, ունեմ այդ նյութը, ունեմ այդ սարքը հանելու, Խիսելյան ասաց ինչ-որ նյութ ունի Տեքորսկինը, որ հենց ամրացնում է եղունգները սխտորի բանով էքստրակտով ինքը մանիկյուրներ ունի կվերցնեմ կքսեմ միջև որ ինչ-որ տեսնեմ ինչ եմ անում մտածում եմ նաև գել առնեմ գել ու այդ սարքից որ տաքացնում է գոնե այդ ձև ոչ թե ակրիլ դնեմ լիցք անեմ այլ հենց այդ սարքը վերցնեմ ու հենց որոշ ժամանակ մնացող մանիկյուր կսեմ որ երկու օր մեկ չքսեմ ես սիրում եմ մուգ գույներ քսել ավելի շատ ակրիլը սենց բաց երանգ եմ սիրում սենց բնական երանգներ բայց չգիտեմ մանիկյուր ես սիրում եմ մուգ երանգներ սև հիմա մտածում եմ սև բայց հիմա այս բանից Խիսելյան սևը չուներ հա ասեց սև շագանակագույն ունի Ես էլ ուզում եմ սիրուն ֆոտոներ անեմ այս բաներով հետո այդ կինը գրեց որ կան տանեն կամ վաղը կամ ուրբաթ այսօր չորեքշաբթի է հինգշաբթի կամ ուրբաթ տենց այդձև եկել ես երեքը տանջվում է ես պիսոյի վրա նայք շորիկ եմ գործել ու վերջացավ թելս ես հենց ես ակրիլ թելի ու մտածում եմ ինչ երանգով վերխ սարքեմ ոնց անեմ վերխը տենց ինչ-որ մի բան որ տկլոր չլինի մտածում եմ երևի ակրիլ եմ ուզում ակրիլ եմ ուզում սենց կամ էլ կոֆեի երանգ ես էլ ասիրան տեսնենք հետո ասում է ռոզվի արի ասում եմ չէ տղա է ինքը տղա պիսոյ է տեն ժողովուրդ ես երկու կումբ սուրճ ունեմ խմեմ հետո սկսեմ մի քանի բան գործելը տենց գնացի ես արդեն մաքրել եմ որ ասում են շան հալով տենց Խիսելայից ճիշտ է լավ չեմ քսել ես տենց եմ բայց էսի կմաքրվի ոչինչ կարևորը քսել եմ 1000 անգամ ստենդը խփեցի արդեն բութս մի խոսքով հետո հիմա ես դուրս եմ գալի գնամ խնդրել եմ որ պատվիրել եմ որ քարտերը սարքեն արդեն պատրաստ է ու ընդեղից գնալու եմ Ռոսիի մոտ մի քիչ նստեմ զրուցեմ քանի որ տանը մի տեսակ չեմ կարողանում կենտրոնանամ նորա էսի չեմ կարում գործեմ ու մի քիչ գլուխս ցավում ուզում եմ դուրս գամ մաքրոց չնչեմ այդպես տենց գնամ Ռոսիի հետ մի քիչ զրուցեմ վաղուց չեմ զրուցել ու կամ պետք է ուշա դուրս գալի ժամը 6-ի փոխարեն 7-ին է դուրս գալի այնպես որ 2 ժամ ունեմ
բայց շենքը ցույց չեմ տվել, եկել եմ վճարում անեմ։ Տեղից մար ահա եւ շենքը։ Ողջույն։ Այ, ժողովուրդ, ես շունչս կտրում արդեն։ Զարդարել եմ, որ նկարներ անեմ, էսի զակազը, չգիտեմ, ճիշտ եմ անում, սխալ եմ արել, բայց մեքսիկական զարդարանքներ են, մի հատ շորիկ հագնեմ, նկարեմ, որ վաղը պետքա կանտանեն։ Ես միացել եմ, որ ասեմ, այսօր շատ խառնեմ, ուրեմն առավոտից երկու ծառայություն եմ ունեցել, առաջինը մեր ժամով ժամը 11-ին, կեսատ դուրս եմ եկել, քանի որ պետքա մտնեի երկրորդ ծառայությանը, քանի որ այնտեղ ես ադմին եմ ու պլյուս պետքա թարգմանեմ, ընկերուհիս էլա մեր մեջ ռուսա ու ես իրան թարգմանում եմ խոսքը, որ ասվում է, խոսվում է, և դրանից հետո ընկերուհիս տենց ոտը կաղկցեց, սկսեցինք խոսելը ու ես հիմա արդեն հոգնած եմ, բայց չենք նայում այդ ամեն ինչին, շարունակում ենք, ես վաղը ու մյուս օրը արդեն էքսպո եմ դուրս գալու ու որոշել եմ, որ մի քանի բան թխեմ, հետս տանեմ, փորձեմ արդյոք վաճառվում է, թե չէ, ուզում եմ մածունով կաթա թխեմ, հատիկով, Պեչենյա եմ ուզում թխեմ, այդ ֆիգուրաները, որ անում եմ դրանք, մեկ էլ կեքս եմ ուզում թխեմ, գազարի խմորեղեն, բայց բիսկվիտ, բայց կեքսի ձևով, որ հատիկով կարողանամ վաճառեմ։ Կուզենայի էկլեր թխեի, անգամ տեքոյս կնոջից բան եմ ուզել, սառնարան, տենց սառը պահող, բայց իս թվում է պետք չի գալու։ Քանի որ մտածում եմ էկլեր թխեմ, որ տանեմ սենց, բայց պետք չի գալու էկլեր դժվար հասցնեմ թխեմ, եթե ուժ ունենամ, կթխեմ, եթե չէ, երեքով հասկանամ, ոնց է ամեն ինչ ընթանում, հետո որ մյուս անգամ էլ տեսնենք։ Էմա ուզում եմ սկսեմ գաթայից, գաթա, հետո երևի բանը կանեմ, կեքսը կանեմ ու միջև լինի այդ պեչենյաները կտրատեմ, կգցեմ։ Տեսնենք, ոնց եմ անում։ Լավ կլիներ, որ մի երկու հատ էի ունեցել վառարան, գազի մեջ, կարող այդ մանր պեչենյաները գազի մեջ թխեմ, հլը բետոին հարցնեմ, արդյոք կհերիքի գազը, տեսնենք։ Ես որոշեցի սկսեմ գազարով կեքսերից, այդ արանքից դուրս գա, արագ լինի, միջև սա լինի, ես կաթան կբացեմ, կտրատեմ, մի խոսքով ես կոմենքոմ։ Հետո, հասալ ցույց տամ, այս բանի համար շատ հարմար է, կեքսերի համար սա եմ օգտագործել, ավոկադոից է, հուսով եմ լավ կլինի, շատ համոտ, տենց չել է զգացվում ինքը, ընդհանրապես չի զգացվում ավոկադոից է, մի խոսքով, այստեղ բանն է, գաթան է, այսի արդեն մածունը բան է եղել, լցնեմ ու սրա խմորը անեմ, միջև սա լինի, ես պեչենիները տենց հերթով բան կանեմ, կդնեմ, բան,
խմորը կանեմ ու կդնեմ գազի մեջ, ստումա գազի մեջ կսարքեմ, որ ինքը արագ է լինում, շատ արագի մեջ, խնդիր չի լինի։ Էձև։ Всё, սենց ավելացնում եմ։ Կարագը հալված է ժողովուրդս ինչքան վախտա, կտորներով կտրատել եմ, մի քիչ զեթել եմ ավելացրել, բայց հալված է ինքը արդեն։ Ուրեմն, այստեղ գաթան պատրաստ է, կեքսերը պատրաստ է, մի քիչ վառել եմ, ինչ մեղ կստակցնեմ։ Վիդեոյի մեջ շատ սենց ինքը վառած է երևում, բայց այդպես չի ժողովուրդ։ Սենց վրան փոշի եմ լցնելու։ Բանի, տենց որ կրեմ բան չեմ անի, քանի որ շոկ է լինելու, ունդեղ, չգիտեմ, ճիշտ է կարամ սառնարանի արկղի մեջ դնեմ բան, տենց, բայց փորձնական ուզում եմ տանեմ, տեսնեմ ոնց է լինում։ Ու նաև այստեղ պատրաստում եմ այդ թխված կաբիցները Տաթևի բաղադրատոմսով, հա, Արոն Food Blogger, կարող եք իրան հետևել, Տաթև Թորոսյան, եթե ճիշտ եմ ասում, okay, իր այջում շատ համեղ բաղադրատոմսեր կան, իրանից միշտ որ օգտագոր բան եմ անում, թխում եմ, հենց այդ բաղադրատոմսով եմ թխում, մի քիչ բաղադրիչներից, շատ քիչ բաղադրիչներ է հարկավոր ու ահագին լինում է ձեր բալիկների համար, տենց որ թխեք, համ տնական, հավես տենց ֆիգուրաներով թխված կաբլիցներ կարակ սարքեք։ Հիմա այստեղ մնացել է ալյուրը լցնեմ, նաև ես այստեղ ձեռի հետ ձուկ եմ մարինացրել, համեմել սպասում եմ բետան դուրս գա, որ դնեմ air fryer-ի մեջ, գա հաց ուտենք, բայց իր հետ մտածում եմ շո մի բաներ սարքեմ, չգիտեմ, կարտոֆիլ հավես չկա այդքան տենց կարտոֆիլ կլպել, պյուրե մյուրե սարքել, արդեն հոգնած եմ։ Տենց շատ հոգնած չեմ, բայց տենց արագի մեջ ինչ-որ մի բան է պետք։ Մտածում եմ բրինձ սարքեմ, տենց խաշվի եւ ձկով բրինձ, ինձ թվում է դեղացան ունենք։ Այդպես տեսնեմ։ Հիմա այս խմորը սարքեմ, երևի գազի մեջ եմ բան անելու, թխելու, դատարկել եմ գազը, իր մեջ ինչպես հայկական սովորության համաձայն ամեն ինչ կա, այս ինչ, ամեն ինչը տենց իր մեջ է, տենց թավաներ բան, ես էլ նայեք ժողովուրդ, ես իրան դեռ չեմ աղացել, աղացվա տենց, չգիտեմ ինչով աղամ, էսի մի նայեք, էսի փչացել է, արդեն թափելու է բան, բայց քանի որ ես նորը չեմ առնում, հələ որ էսի կմնա, okay, իրականում շատ լավ կլինի, որ ես իմ լրիվ թավաները փոխեմ, քանի որ իրանք արդեն փչացել են, բայց մի քիչ ցկում եմ, որ կարողանամ նորը առնեմ, այս պահին ի վիճակի չեմ ֆինանսապես չեմ հասցնում, okay, էսի սպասում եմ բետոնասի դուրս եմ եկել, գցեմ, ինքը տենց մի 10 րոպեում, 15 րոպեում մենաշատը լինում է, ձեռի հետ մի հատ բրինձ դնեմ ու սկսեմ պեչինաներս։ Ես այստեղ արդեն սկսել եմ, ուրեմն իմ գազը վերջացավ ճիշտ պահին։ Դրա համար ես իմ էլեկտրական վառարանն եմ առել ժողովուրդ։ Տեղը ստիպած տեղափոխվեցի այս թավայի մեջից մյուս թավա, մեծ թավա էր, յանի վերցրել էի, որ շուտ պրծնեմ, բայց այստեղ կեքսերն են, այստեղ կաթանը, նայեք սենց ոնց է ուռում։ Սենց ուռչում է, ուղղակի էսի մի քիչ խնդիրներ ունեցա սրա հետ, մի թավայից մյուսը տեղափոխեցի, սենց ինչ-որ բան է, բայց էլի ոչինչ, մեկու մեջ կդնեմ։ Ու մնացելը սենց կտորները հանեմ, մեկ է փոքր, մեկ էլ էսի ես փոքր կտորը։ Պատրաստ է և սա։
Այսի վերջինները, որ անկապցս դրել եմ, բայց ես գոհ եմ այսօրվա իմ աշխատանքից, ընթացքում հացել եմ սարքել, սաղ ամանները լվացել եմ, այդ քանի ռես։ Հիմա էլ ես անստեմ հանգստանամ ձեռի հետ YouTube-ս բացեմ, եթե հասցնեմ ժամի 9-ը, հասցնեմ մի քիչ է գործեմ։ Գնացի։ Ողջույն նորից, լրը կարմերել եմ, ուրեմն ես դուրս եմ եկել արդեն էքսպոյի, արդեն ժամը 12-ն է երևի եսա, և մի քանի բան եմ վաճառել, եկան տարան այդ մեքսիկական բաները, որ ծախել է, այդ կինը մի քանի բան էլ առավ, այս բաներից տվեցի, նվիրեցի, երեխու հետ էր, որ փորձեն, և դեռ խմորեղեն չեմ վաճառել, բայց հյուրասիրել եմ ու հավանել են շատ դիմացի, ովքեր սուրճ են վաճառում, հեսա ցույց տամ, իրանց հյուրասիրել եմ, իրանցից գթալ խնդրեցի, քանի որ ուզում էի ուտեի, չունեի ոչ գթալ, ոչ պատարակախ, տենց, ու ինձ ասեց, որ գուցե ինձ խնդրի թխեմ, ընդեղ ինչ-որ տեղ ինքը վաճառում է, սուրճ է վաճառում ամեն օր, տենց, խմորեղեն էլ, սա ցույց տամ ձեզ, այստեղ արդեն դրել եմ, բրիլոկ եմ վաճառել, մի հատ մեղու եմ վաճառել, մեկ էլ մեքսիկական գլխարիկներից, և հելուն եմ վաճառել ապրանքից ու մեկ էլ այս կանոնից, սրանք բանի համար են, շուղերը չափսը իմանալու համար են, հա, այդ կինը վերցրեց մի հատ և այստեղ ահա խմորեղենը, հատիկ առ հատիկ սարքել եմ, մի հատի մեջ 5 հատիկ են, $1 եմ ասում, ստում է լավ է, ես էլ 25 պեսո, այսինքն $1-ից մի քիչ շատ, մի հատը, արի լավ է, 30 է ուզում ասա, ես դե լավ դե 25 դնեմ, տենց այստեղ սպասում եմ, այսի իրանք սուրճի սեղանն, այստեղ բնական շամպուն է, որ իմ շամպունը բնական առնում էի, հենց իրանից էի առնում նայք, էլի կուզենամ, բայց հələ որ փող չունեմ, այստեղ տենց նոպալների նպասկով զարդեր, ինչպես միշտ, տենց այստեղ էլ գրել եմ հայկական խմորեղեն, այստեղ էլ եմ գրել հայկական խմորեղեն ու տենց սպասում եմ կան առնեն, տեսնենք Այսքան է մնացել վերածիցս մենք արդեն ինչ համարի 2 ժամ տանն ենք երևի մոտ ես աչքերս մաքրել եմ ինձ սոված էի ստեղ կոկորոզն եմ ուտում այսօր շատ լավ անցավ փառք Աստծո ես շատ գոհ եմ ու խմորեղեններս ինքան է վաճառվել, որ գաթա հետս վաղը չեմ տանել, ընդամենը մի քանի կտոր է մնացել, մի 7 կտոր է մնացել, որից 3-ը տաններ, 4-ը մնացել է մոտս։ Ճիշտ է, մեծ մասը վաճառել եմ, բայց նվիրել եմ այնտեղ իմ մտերիմներին։ Ու բանը Այս փոքր կտորներից, որ շատ փոքր էին, բան տենց, որ գալիս էին առնում էին բան տենց, հետաքրքիր էր մյուս համը, գաթայի համը, դա էլ ոնց որ նվիրում էի տակից, ունեի տակից։ Մեծ կտորները վաճառել եմ։
Եվ երկու հատ cupcake-ը մնացել ընդամենը cupcake-ը մենակ մի հատ եմ նվիրել այդ ֆրապեների անցած անգամ որ իմ հետ էր այդ կնոջն եմ նվիրել ինքն էլ ինձ շոկոլադ է նվիրել բնական շոկոլադ որտեղ որ ինքը աշխատում է մաքուր բայց հիմա չուր չեմ տա եւ ընդամենը պեչենաները մնացել դա վաղը կտանեմ երևի ու վերջ բայց չի պատկերացնում ժողովուրդ որ նման աժոտաժ կլինի նման ձևով կվաճառվի չնայած որ իմ ասենց ասած իմ ջանքն էլ այդտեղ կա քանի որ ես որ գալիս էին մոտենում էին հարցնում էին բան ես ասում եմ գիտեք ես Հայաստանից եմ եւ այսօր իմ հետ բերել եմ հայկական բաղադրատոմսով պատրաստված խմորեղեն կուզենաք փորձել ընդամենը 25-20 պեսոյա ու իրենց հետաքրքրում էր շատերին ու տենց առնում էին մի աղջիկ եկավ 3 հատ գաթա առավ մի հատ cupcake առավ մեկ էլ ես հա մի հատ էլ խաղալիք առավ իմ ջերմ խոսում ենք իր մամայի հետ էր երևի մաման էր իր հետ մեկ էլ տեսա Instagram-ից էլ ավելացել գրանցվել տենց քարտս էլ վերցրեց ու ես իրան թխված գաբլիցներ այդ բաներից ֆորմաներով պեչենեներ նվիրեցի որ դրա համն էլ տեսնի էլի տենց բայց շատ շնորհակալ եմ գոհ եմ մենակ վաղը տանելու եմ ինչքան որ մնացել է պեչենյաները ու վերջ ընդհանուր այսօր լավ անցավ ամենամեծ ձեռքբերումներից մեկը այն էր որ խոզուկս վաճառել եմ մեծ խոզուկ որ ունեի բայց ընդհանուր օրը շաբաթ օրվա համար շատ լավ էր իրականում ու բետոն ասում եմ ուրեմն արժի որ ինչ-որ խմորեղեն էլ պատրաստենք տանենք որ ծախսը շատ մինիմալ է հաշված այն ինչ որ ես փառք Աստծո աշխատել եմ ու ես հավատում եմ որ սա ինչ-որ մի լավ գործի սկիզբն է անցած մյուս անգամ արդեն ավելի սենց պատրաստված կգնանք ավելի սենց կշռադատված ու ավելի լավ կլինի այսքանը մենք վաղնել ենք դե իհարկե գնալու այնտեղ բան բայց հոգնած ենք իհարկե բայց ես չեմ սիրում չեմ կարողանում հոգնած պարկեմ քնեմ ես եթե հոգնած եմ ես պետք է որոշ ժամանակ սենց նստեմ հեսա պետք է տենց աստվածաշունչ կարդամ խոսամ զրուցեմ Աստծո հետ շնորհակալություն հայտնեմ օրվա համար տենց որ սենց այդ իմ հոգնած վիճակը մի քիչ սենց հանգստանա որ նոր կարողանամ գնամ պարկեմ իսկ եթե ես հոգնած եմ պարկում ես չեմ կարողանում քնեմ գրեք օյլով է այդպես այսքան ժողովուրդ կհանդիպենք արդեն վաղը էքսպոյի վայրում շատ չեմ նկարելու որպեսզի չձանձրացնեմ քանի որ հետաքրքիր բաներ կնկարեմ պահի տակ մի տենց որպեսզի տենց նախավերջի վլոգը սենց որ մենակ էքսպոյի վլոգ է եղել որ դուք էլ չձանձրանեք առայժմ եկել ենք ասա որ մենք արդեն այստեղ ավլում են ու իրանց ավելներ պալմայի տերևը Այստեղ արդեն տեղավորվել ենք, հաց կերանք, նախաճաշեցինք, այստեղ կոֆե ենք բերել և երեկ ինձ նվիրել են շոկոլադ, բնական շոկոլադ է ինքը, սպիտակ շոկոլադ է, եկեք փորձենք։ Նայեք ինչ տեսք ունի սպիտակ շոկոլադը, բնական, ինքը շատ քիչ շոկոլ Քիչ բեյժ երանգ ունի կացնային շատ համով է Ադար պրոբալա